Ալիևի հայտարարությունների, մասնավորապես մի քանի հայտարարություններ է արել եւ կրկին էլի իրենք շեշտում են Զանգեզուրի միջանցքի հետ կապված եւ ասում են, որ մեր հրավով երազանքը կատարվում է։ Այս առումով շատ հետաքրքիր է, ինչու է Ադրբեջանը անդադ պնդում, որ դա Զանգեզուրի միջանցք է եւ այս առումով հայկական կողմի հակափաստարկները ինչու չեն ասում դրանց վրա։ Այստեղ փաստարկի ու հակափաստարկի հարց ընդհանրապես չկա, կան ստորագրված փաստաթղթեր, կան ստորագրված հայտարարություններ, կան ստորագրված պայմանագրերի նախագծեր նույնիսկ եւ այդ բոլոր ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ դուք չեք հանդիպի Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, չկա նման բան։ Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել, մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն, նման տերմինով ենթակառուցվածք մեր հանրապետության, Հայաստանի հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի հանրապետության տարածքում գոյություն ունի TRIP նախագիծը, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, ԱՄՆ նախագահի ստորագրությունը, Հայաստանի վարչապետի ստորագրությունը, դրան հաջորդել են այլ փաստաթղթեր, այդ թվում եւ օրեր առաջ հրապարակված էլի երրակողմ համատեղ հայտարարությունը օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով եւ այնտեղ էլի չկա այդ արտահայտությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը եւ դրանց ձեռնտու լինելուն կողմերին, այո, միանշանակ, եթե ձեռնտու չլիներ բոլոր երեք կողմերին, այդ փաստաթուղթը չէ ստորագրվի, իհարկե ստորագրված փաստաթուղթը եւ տարածաշրջանի ապաշրջափակումը այն պայմաններով, որ նկարագրված է այդ ստորագրված փաստաթղթերում, բնականաբար ձեռնտու է եւ Հայաստանին եւ բնականաբար նաեւ Ադրբեջանին, հակառակ դեպքում իրենց ստորագրությունն էլ այդտեղ չէր լինի եւ շատ լավ է, որ այդ հարցում ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով ապաշրջափակման հարցում շատ լավ է, որ տեսակետները համընկնում են։ Տերմինների վերաբերյալ արդեն ասեցի։ Բացի դա նաև Ալիևի հասարակություն հայտարարել է հայկական ատոմական հակելու իր ցանկությամբ կայդպես ասել մասին, ասելով, որ ատոմական հակելուց հետո էներգետիկ ճգնաժամի առաջ կհայտնվի, ուստի իր փորձագետները ադրբեջանցի փորձագետները եւ ՍԻՊ-ի եւ կայքով ուսումնասիրություններ են կատարել, հարմար տեղեր են գտել Ադրբեջանից էներգիա Հայաստան բերելու համար էլեկտրասյուներ տեղադրելու, ինչ-որ ներքին պայմանավորվածություն կա, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի Ինչ վերաբերում է ատոմակայանին, ատոմակայանը ունի շահագործման ժամկետ, այդ ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է եւ այդ ժամկետը 2036 թվականն է։ Ով ինչ ուզում է ասի, սա այն իմ ասած պատմություն է եղավ, գիտեք, որ ասում եմ հիմա Ալիևը ասի ծխելը վնասակար է առողջությանը, պետք է բոլորով սկսենք ծխել, ինչա թե ինքը ասում է, ծխելը վնասակար է։ Ալիևը չի դա այդ Ալիևը չի արել այդ գյուտը, դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է 2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը եւ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մենք նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում եւ բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ, ասեմ ավելին, ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաեւ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում 2017 թվականին ստորագրված, որը էլի նույնց եմ ասում, ոչ թե համաձայնագիրն է որոշել, որ այդ ժամկետը կա, այլ քանի որ այդ ժամկետը կա, այն տեղ է գտել համաձայնագրում, արտացոլվել է համաձայնագրում, բայց նաև նշվել է, որ դրան համարժեք այլ հզորությամբ այն պետք է փոխարինվի։ Սա ինչ վերաբերում է ատոմակայանին, սա հարց համար 1, սա դրեցինք մի կողմ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ ներկրել կամ էներգիա ներկրել, արտահանելու մասին, ինչքան ավելի բաց ճանապարհներ լինեն, ինչքան ավելի շատ հնարավորություններ լինեն տարբեր աղբյուրներից էներգիա եւ էներգակիրներ ներկրելու, արտահանելու, դա Հայաստանի օգուտն է, բայց դա կապ չունի ատոմակայանի հարցի հետ ընդհանրապես։
ատոմակայանի հարցից անկախ եք այդ հարցը տալիս, ես խնդրում եմ հանկարծ դա չկապեք, շատ կոնկրետ ձևով խնդրում եմ դա հանկարծ չկապեք ատոմակայանի հարցի հետ, եթե այդ հարցից անջատ են քննարկում ընդհանրապես գազ ներկրել, նավթ ներկրել, էլեկտրաէներգիա արտահանել, օրինակ գիտեք, որ մենք ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, դուք խոսում եք միայն ներկրելուց, բայց մենք օրինակ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, որը որոշակի սեզոններին նույնիսկ ծախսելու ուղղություններ ենք ման գալիս, գիտեք, Իրան ենք արտահանում, Վրաստան ենք արտահանում էլեկտրաէներգիան, էներգետիկ ուրեմն այդ փոխանակությունը նկատնեմ առևտուրը, վաճառքը եւ գնումը Հայաստանին իհարկե ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները իհարկե դա չպետք է բացառություն լինի երկկողմ առևտրից։ Ես ժամկետների վերաբերյալ TRIP նախագծի շինարարության բուն, այսպես կոնկրետ ժամկետների վերաբերյալ չեմ կարող ձեզ հստակ ժամկետ նշել, բայց կարող եմ ասել, որ աշխատանքը առաջ է գնում ամբողջ թափով, արդեն դուք գիտեք, որ այնտեղ նշանակված կան համապատասխան պաշտոնյաներ եւ ԱՄՆ-ի կողմից, մեր կողմից էլ կլինեն եւ արդեն դա իրավակազմակերպչական ձևն է որոշվել եւ կարծում եմ, որ 1 տարին բավականին օպտիմալ ժամանակ էր այդ աշխատանքների այդ մասը անելու համար, հիմա թե կոնկրետ առաջին այսպես քարը երբ որը այնտեղ կդրվի, ես դժվար եմ ասել, բայց ամեն ինչ գնում է նորմալ կանխատեսելի ժամանակացույցով։ Բայց հարց էր տալիս գործընկերը։ Ես չեմ հարց տալիս։ Արիև ասել է, որ հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի։ Այդ դրա համար է հարցը առաջանում։ Ընկերներ ջան, Ռուզաննա ջան, ես ձեզ մի բան ասեմ, էլի։ Ալիևը ասել է, Ալիևը չի ասել։ Մի հատ կարող եք մի պահ մոռանալ։ Չէ, մի հատ հասկանանք, եթե շինարարությունը Հայաստանի սահման, Ալիևն է, թե Պողոսն է, թե Պետրոսն է, թե Ռուզաննան է, թե Նարեկն է։ Եթե շինարարությունը հասնում է Հայաստանի սահմանին, պիտի շարունակվի, չէ։ Ալիևը չի ասում, դա տրամաբանությունն է ասում, հասկանում եք, ոնց որ ասեք, ոնց որ դա նույնն է, ոնց որ ասեք, գիտեք, Ալիևն ասել է, որ առավոտը պետքա լինի արևածագ։ Ինչքան շուտ այնքան լավ, անկախ Ալիևի ասել չասել, ժողովուրդ ջան։ Դա ինքը արտահայտում է իր ցանկությունը, որ ինչքան շուտ այնքան լավ, բնականաբար մենք ենք համարում, որ ինչքան շուտ այնքան լավ, ինքը համարի թե չհամարի, մենք մեր պետության համար շահավետ նախագծի իրագործումը ոչ ենք հետաձգի, ինչա թե մյուս կողմերն էլ համարում են, որ դա պետքա շուտ լինի, իհարկե պետքա շուտ լինի, որովհետև դա լավ նախագիծ է եւ դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Ճշտում անեմ, երբ գործընկերս հարցի մեջ նշեց, որ Ալիևը ասել է խումբ է եկել, ինչ-որ ուսումնասիրի փորձագետի խումբ է եկել, դա հաստատում եք, որ այս տարի է։ Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ կարող ինչ-որ ասել կոնկրետ, գիտեք, ճշգրտությամբ, բայց ես այդ հարցերի մեջ ինտրիգ չէի փնտրի։ Եթե ինչ-որ համատեղ նախագիծ ենք մենք իրականացնում, ընկերներ ջան, մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, հասկանում եք, չէ՞, այսինքն դա գետնի վրա ինչ-որ աշխատանք է, այսինքն նայել, լանդշաֆտ, չգիտեմ, դիրք, տեղորոշում, չգիտեմ, հազարումի ենթակառուցվածքային տեխնիկական հարցեր կան եւ շատ նորմալ կլինի, եթե երկու պետություններից ես չեմ կարող այդ տեղեկությունը ոչ հաստատել, ոչ հերքել, բայց եթե վաղը պարզվի, որ դա հաստատվում է, դա շատ նորմալ կլինի, հակառակը նորմալ չէր լինի, երբ իրար հետ առանց խոսելու, առանց պայմանավորվելու ամեն մեկը իր համար ենթակառուցվածքի իր հատվածը կառուցի, վերջում այդ երկու հատվածը գնան ու իրար չկպնեն, օրինակ սահմանի վրա։ Դա նորմալ կլինի։ Հստակեցում եմ, որ ասեցիք ատոմականից զատ գազի հետ կապված, ուզում եմ հասկանամ, հիմա քննարկում կա Բաքվի եւ Երևանի մեջ, թե ոչ այդ գազները։ Ընկերներ, նորից ես չեմ կարող ձեզ տրամադրել կոնկրետ ինֆորմացիա, բայց ես դες կարող եմ տրամադրել կոնցեպտ։ Մենք ասել ենք, որ մենք որևէ տեսակի առևտուրի ոչ միայն դեմ չենք, այլև
Մեզ պետք է դա։ Մենք ողջունում ենք դա։ Մենք ցեկացած նամակի ֆոնին քննարկում ենք։ Մենք խտրություն չենք, մենք չենք ասում այս կողմի հետ այս չենք անի, այն կողմի հետ այն կանենք։ Ինչքան ավելի շատ աղբյուրներից մենք ունենանք մատակարարումներ եւ ինչքան ավելի շատ ուղղությամբ մենք ունենանք արտահանումներ, դա Հայաստանի օգուտն է։ Կունենա, չի ունենա, ես կոնցեպտն եմ տալիս։ Դուք արդեն մտնում եք տեխնիկական դետալների մեջ։ Ես դա պետք է հարցնեք համապատասխան մասնագետներին։ Այն ոնց որ դասականն ասում, կլինի, չի լինի։ Եթե չի լինի, բայց քննարկումը ինքնին շատ նորմալ է։ Դուք չեք ուզում, որ Հայաստանը շատ աղբյուրներ ունենա մատակարարումների եւ ոչ միայն էներգակիրների կամ էներգիայի մատակարարման, այլ ընդհանրապես ամեն տեսակի ապրանքների եւ ծառայությունների։ Դուք չեք ուզենա, որ շատ ուղղությամբ։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Դուք գիտեք, չէ՞, որ մեր ցանցերը, էլեկտրական ցանցերը գերց ծանրաբեռնված են, գիտեք, որովհետեւ արտադրությունը աճել է մեծ տեմպերով, այդ թվում եւ արևային կայանների տեղադրման կառավարության կողմից սուբսիդավորված, կառավարության կողմից քաջալերված քաղաքականության հետևանքով իշխան գիտեմ արդեն 1000 մեգավատի ենք մենք հասել անցած տարի հավելյալ, այսինքն հավելյալ 1000 մեգավատի հզորություն կա մեր ցանցերում, որը 5-6 տարի առաջ չկար։ Այդ հոսանքը մենք միտեղ պիտի ուղենք, վաճառենք։ Այս վերջերս Դավիթ Ուդենյանը ուրինացել է Իրանի հետ եկա, ասել էր, որ Իրանի հետ ինչ-որ պայմանավորվածություն գազ էներգիայի դիմաց, այդ ոչ ֆոնդ պիտի ձևավորվեր, որը այդ աշխատանքները պիտի կատարեր։ Այդ աշխատանքին խմբից ինչ արվել, կազմավորվել։ Ընկերներ, նորից ես տեխնիկական մակարդակում, աշխատանքային մակարդակում չեմ կարող ասել 3 հոգի եկավ եւ խոսեցին սա 2 հոգու հետ եւ պայմանավորվեցին այսինչ հենասյունը տեղադրել այսինչ մարզի, այսինչ կոորդինատում։ Ես դա չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ երկրորդ Բարսեղոլ գծի կառուցման աշխատանքներն են ընթանում, որը մեզ շատ պետք է, որը էլի կօգնի մեզ բեռնաթափել մեր ցանցերը, այսինքն այդ հոսանքի ավելցուկը ուղղել Իրանի Հանրապետություն, ինչը շատ լավ է, կատարվում են նաև աշխատանքները ինվերտորի դդմաշենի ինվերտորի կայանի կառուցման շուրջ, դա արդեն Եվրամիության մեր գործընկերների, գերմանացի գործընկերների աջակցությամբ այնտեղ տեղում, որը թույլ կտա մեր հաճախությունը փոխել վրացական հաճախության վրա եւ առանց տեխնիկական ընդհատումների հոսանքը ուղղել Վրաստանից էլ արդեն այլ երկրներ, սա էլ է շատ կարևոր, այնպես որ այս ուղղությամբ այո, ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ բոլոր գործընկերների հետ մենք դեպ չենք որևէ քննարկումներ ունենալ։ Պարոն մեր նավիները խոսում կարծիքներ չի փոխում, 300 ադրբեջանցիներ, թուրքեր, այսօր Քրիստինե Վարդանյանը իշխանի անգամ հիշատակեց Ալիևին, որ նրա պարտադրման դեպքում ուսանողությունը ուզում փոխել գարուջում ամու բացրեցավ, որակարգ չունեն, իսկ մարդիկ ինչ է պատճառը այս ամենը։ Տիկին Վարդանյանի, Տիկին Քրիստինե Վարդանյանի ասածը ուղղակի սուտ է։ Դա սուտ է։ Եվ դա ես կարող եմ ապացուցել փաստով։ Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ 2020 թվականի հուլիսի 5-ին սահմանադրության օրվա առիթով իր ուղերձում։ Նոր սահմանադրության մասին բացեք, վարչապետի կայքում կա հուլիսի 5-ին ավելին։ Վարչապետն ասել է, որ հիմա պետք է քննարկենք եւ 21 թվին արդեն դա դնենք հանրակրվեին։ Այն ժամանակ ոչ պատերազմը կար, ոչ դրա հետևանքները կային, ոչ որևէ խոսույթ կար միջազգային հարթակում, մենք չենք խոսել այդ մասին, մինչև հուլիսը։ Ինքը այդ մասին խոսել է նույն թվականի փետրվարին, Պետրոս Ղազարյանի մոտ տված իր հարցազրույցում, 20 թվականի փետրվարին։ Որովհետև դրանք արդեն տեքստի մասին քննարկումներ են եւ տարօրինակ կլիներ, որ վարչապետը 20 թվականի փետրվարին ասել, որ տեքստը պետք է լինի այսպիսին եւ այսպիսին, որովհետեւ այդ տեքստը չկար։ Խոսքը նոր գաղափարի մասին էր, որ նոր ինչպես դա ինչ կապ ունի խոսը։ Դա ինչ կապ ունի խոսը այս խոսակցության հետ կներեք։ Դա ինչ կապ ունի։
Ղարաբաղի հարցը ինչ կապ ունի Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելու այն ժամանակ ասված անհրաժեշտության հետ կարող եք իսկ բացատրել։ Ինչպես։ Չէիք խոսում վարչականների մասին։ Ընկերներ, մենք խոսում ենք նոր սահմանադրության անհրաժեշտությունից։ Տիկին Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այդ մասին վարչապետը սկսել է խոսել 24 թվականից։ Դա սուտ է։ Վարչապետը սկսել է խոսել 20 թվականի փետրվարից։ Հիմա դուք հարցնում եք, իսկ այ որ 20 թվականի փետրվարին սկսեին գրել այդ սահմանադրությունը, ինչ սահմանադրություն կգրեին, ես չգիտեմ, բայց դա պետք է լիներ նոր սահմանադրություն։ Նոր սահմանադրություն եւ ոչ թե հին, այսինքն գործող սահմանադրության խմբագրում։ Այնպես որ փաստական մակարդակում եկեք արձանագրենք, որ Տիկին Վարդանյանը ստում է, սուտ է ասում։ Ինչու է ստում եւ ոչ թե սխալվում։ Ինչու եմ ես օգտագործում ստել բառը, որովհետեւ ինքը գիտի։ Ես բացատրում եմ, չէ, կոնկրետ ես հիմա կասեմ, ոչ թե ճիշտ չի ասում, այլ ստում է։ Ինչու՞։ Որովհետեւ ինքը գիտի, որ վարչապետը դա ասել է 20 թվականի փետրվարին։ Եթե ինքը դա չիմանա, ես կասեի, որ ինքը սխալվում է, բայց ինքը ոչ թե սխալվում է, այլ ստում է։ Իմանալով, որ մի բան այդպես չի, ինքը ասում է այդպես է, դա կոչվում է սուտ հայերեն լեզվով։ Պարոն Եղոյան, չնայած վարչապետ Փաշինյանի հայտարարությանը Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Համիլային Կարուզինը հայտարարել է, ասել է, որ սպասում ենք մինչև դեկտեմբեր Երևանից արձագանք հանրահավաքների կապված, եթե ճակատում ԵԱՏՄ անդամպետությունները այդ արձագանքը չունենալով արդեն իսկ իրենց հետագա քայլերը կանեն, ինչ եք սպասում, այդ 4 պետությունները ինչ կանեն ձեզ դեպքում։ Չգիտեմ, իրանց ներկայացուցիչներին պետք է հարցնեք, մենք ասել ենք մենք ինչ պետք է անենք։ Չգիտեմ այդ ԵԱՏՄ մյուս 4 պետությունները ինչ պետք է անեն, բայց գիտեմ, որ մենք ԵԱՏՄ լիիրավ անդամ ենք եւ գիտեմ, որ ԵԱՏՄ-ից հեռացման մեխանիզմ գոյություն չունի։ Եթե իհարկե պետությունը, տվյալ պետությունը ինքը իր հեռանալու մասին չի հայտարարում կամ նման նախաձեռնություն չի ցուցաբերում, մնացածը իրենք կիմանան։ Բոլոր պետությունները արդեն այս ռուսական պատժամիջոցները կիրառում։ Ընկերներ, եկեք մենք ճիշտ հասկանանք էլի։ Մաքսային գոտում չի կարող լինել պատժամիջոց։ Ես ասում եմ, չի կարող լինել պատժամիջոց։ Եթե կա պատժամիջոց, ուրեմն դա մաքսային միություն չէ։ Եթե մի միություն կոչվում է մաքսային միություն, այնտեղ ոչ միայն չեն կարող լինել պատժամիջոցներ, այնտեղ չեն կարող լինել ընդհանրապես մաքսեր, ինչպես բառը ինքը ասում է, եւ չեն կարող լինել առևտրի բարիերներ, տարիֆային կամ ոչ տարիֆային բարիերներ, այսպես ձևակերպենք։ Եթե որևէ մաքսային միությունում գործածվում են առևտրին խոչընդոտող որևէ գործիքներ, ոնց էլ կուզեք դրանք կոչեք, դա այլևս ավելի ու ավելի է դադարում մաքսային միություն լինելուց կախված գործադրված գործիքի ուժգնությունից։ Սրա մասին է խոսքը։ Եթե դուք դա կոչում եք սանկցիա, ուրեմն դա սանկցիա է ոչ թե Հայաստանի դեմ, այլ մաքսային միության դեմ, որովհետև մաքսային միության իմաստը մաքսի բացակայությունն է եւ ազատ առևտուրն է։ ԵԱՏՄ-ի մասին, բայց դժոխը Հայաստանը, մենք ասում ենք կա, չկա, ապացույցի կա, չկա, երկրները պետք է ամեն չան, բայց այդ ամեն ինչի հանրահավում անում, տուժում է Հայաստանը եւ իր քաղաքացին։ Տուժում է ոչ միայն Հայաստանը, այլև այդ կառույցի հեղինակությունը եւ ֆունկցիոնալությունը, որովհետեւ այլ գործընկերները այդ կառույցի կարող են եւ մտածել ողջամտորեն, որ վաղը մյուս օր այդ նույն սահմանափակումները կարող են եւ իրանց դեմ գործել եւ դա չի նպաստում ամենևին այդ կառույցի զարգացմանը եւ անմաքս առևտրի խորացմանը եւ ազատ շուկայի ձևավորմանը, այն ինչի մասին որ բազմիցս հայտարարում էին այդ միության անդամները եւ Ղազախստանը եւ Ռուսաստանը եւ Բելարուսը միասնական այնտեղ գազի շուկայից էր արդեն խոսակցություն գնում, կներեք, եթե միասնական ծիրանի շուկան է սահմանափակվում, ոնց կարելի է խոսել միասնական գազի շուկայից միության մեջ։ Հետևաբար դա վնաս է հենց ԵԱՏՄ-ին, այո, որի շրջանակներում նաեւ վնաս է անդամ պետություններից մեկին։ Պարոն Եղոյան, Նիկոլ Փաշինյանը ինչու է շեշտադրումները ԵԱՏՄ-ի ընթացքում չբարձրացրել։ Որ նույն շեշտադրումները։ ԵԱՏՄ-ը պետք է ապացուցի կա թե չկա, բայց փոխարենը մենք լսեցինք վարչապետի ելույթում հավաստիացումներ, որ մենք ԵԱՏՄ-ի մաս ենք, ԵԱՏՄ-ից չենք հեռանում,
Թվերը ներկայացրեց վարչապետը մոտ 400 տալիս ենք 170 թե 170 հետ ենք սահմա, իսկ ավելի շատ հավաստիացնում եք, որ մենք ձեզ հետ ենք, այլ ոչ թե հարց չհնչեց ուղիղ այդ պետությունների ներկայացուցիչներին ԵԱՏՄ կա, թե չկա, ինչպես օրինակ Երևանում են հնչում այդ հարցը։ Դե կներեք, իսկ ով է ասել, որ վարչապետը մի բանը պետք է 50 անգամ կրկնի։ Մի անգամ մի բանը ասել է եւ ԵԱՏՄ նիստում է երկրորդ փաստարկն է բերել կոնկրետ մաքսատուրքերի բաշխման մասին, կներեք, մաքսատուրքերի բաշխման մասին։ Կարծում եմ իրեն տեղեկացնել են այդ մասին, այո, կարծում եմ իրեն տեղեկացնում են վարչապետ ԵԱՏՄ-ի վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին, բայց կներեք, երկրորդ փաստարկն էլ պակաս կարևոր չի, թե մենք ինչքան ենք տալիս ԵԱՏՄ-ին եւ ինչքան ենք ստանում, ինչու է դուք թերագնահատում այդ փաստարկի կարևորությունը։ Ցույց տալու հիմա պատկերացրեք այդ գումարը գալ միայն հայկական բյուջե։ Ստացվում է մենք մեր մաքսերից ավելի շատ գումար գնացել է ԵԱՏՄ միասնական խոսակ վարչապետը այդ փաստարկը բերում է մաքսատուրքերի, դուք կարող եք խոսակցությունը բացել փորձագետների հետ, ես շատ կուզենայի լսել փորձագետների կարծիքը, խոսակցությունը բացված է, քննարկենք այդ հարցը։ Համայնքների խոշորացման համատեղ տարբեր խոսակցություններ են նշում, որ առաջիկայում հնարավոր է մասպետների ինստիտուտը վերանալ կամ նրանց լիազորությունը ինչ-որ ձև սահմանափակվեն, կրճատվեն, արդյոք ինչ-որ խմբակցություն Ես էլի չեմ կարող ձեզ տրամադրել ինֆորմացիա առարկայական, թե այսօր այս ժամին եղել է այսինչ հարցով, այսինչ քննարկում, բայց ես տենդենսը կարող եմ նկարագրել, այո, համայնքները խոշորանում են եւ ինչքան ավելի համայնքները խոշորանում են, այնքան, այսպես ասած, ավելի են մոտենում մարզի սահմաններին, հա, այնքան ավելի քիչ ղեկավար մարմիններ են մնում այդ մարզում, քանի որ համայնքն է խոշորանում, համայնքապետերի թիվն է կրճատվում եւ այդտեղ ես չեմ կարող ասել մարզպետների լիազորությունների վերաբերյալ ինչ-որ քննարկումներ կլինեն կամ որոշումներ կլինեն, թե չէ, բայց փաստ է, որ համայնքի խոշորացումը ինքնին կրճատում է որոշումներ կայացնողների թիվը տվյալ համայնքում եւ հետեւաբար մարզում եւ այո, նրանց լիազորությունները ինչ որ առումով մոտենում են իրար, չեմ կարծում, որ մենք կարող ենք խոսել ամբողջովին այդ ինստիտուտից հրաժարվելու մասին, որովհետեւ ամեն դեպքում իրենք կառավարության ներկայացուցիչն են տվյալ մարզում եւ պետքա ուղիղ կառավարության քաղաքականությունը տեղում իմպլեմենտացնեն եւ վերահսկեն կառավարության ծրագրերի իրականացմանը, իսկ համայնքապետերը ընտրվում են առանձին ընտրություններով եւ կարող են եւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ չլինել եւ այստեղ կարծում եմ ինչ որ ամեն դեպքում հակակշռման մեխանիզմ ամեն դեպքում մեզ պետք է լինելու